Ամբողջ եւ որդով եւ որդույն սրբով ամեն։ Սիրելի հավատացյալներ, ահավասիկ բոլորս արդեն բոլորած են Կարաշտոկյա պայծողության առաջին շաբաթը։ Ինչպես մեր երեցվող այլերը հաստատած են յուրաքանչյուր շաբաթ նվիրելով խմբագիմը, պատմությանը, իմաստիմը, այս գիրագի գոչած են արտաքսման գիրագի։ Վստահ եմ, որ բոլորս լսած են արտաքսման պատմությունը, թե ինչպես Ադամ և Եվա ըլլալով Աստուծո օգնությամբ և ներկայությամբ անհնազանդ կգտնվին և Աստուծո ներկայություններ կզրկվին։ Սակայն այս պատմությունը այսօր ինչու մեր հայրերը մեզ կդրամատրեն և կհրավիրեն, որ այս պատմության մասին մտածենք։ Կարաշտոկյա պայծողությունը, սիրելի հավատացյալներ, մեզ հրավեր է մաքրության։ Ադամ և Եվա Աստուծո ներկայություններ աքսորվեցան, որովհետև անհնազանդ գտնվելով իրենց մաքուր բնությունը, անավար բնությունը փչացուցին։ Եվ այսօր երբ մենք կհրավիրվենք Կարաշտոկյա պայծողության այս շրջանին, որպես մարդ արարած, բոլորս Աստուծո ներկայության երթալու, Աստուծո հարությունը թիմավորելու, Աստուծո ուրախության մասնակից դառնալու։ Սակայն այդ ներկայությունը, ուրախությունը և Աստուծո հետ ըլլալը իր հիմնական և կարևոր իմաստը և դեր ունի։ Անգպահանջ է մաքուր սիրտ, մաքուր հոգի։ Մենք որպես մարդ արարած յուրաքանչյուրս մեղանչած ենք, յուրաքանչյուրս մեղանչական բնություն ունի։ Եվ որպես մաքրությամբ կարենանք մեր Տիրոջ հարությունը թիմավորենք, այս առաջին գիրագին և արտաքսման գիրագի կոչվի, մեզ կհրավիրե այս Կարաշտոկյա պայծողությամբ, Խորանին փակումով, հեռու ըլլալով այդ փառքեն, ինչպես Աստուծո ներկայությունն էր, մենք գամած մտածենք մեր առօրյա կյանքի մասին, մտածենք մեր մեղքերու մասին, մտածենք մեր անձին մասին, մտածենք մեր անձը մաքրելու մասին, որպես երբ որ հարության տոնը կա, բոլորս մաքրությամբ և ուրախությամբ տոնախմբենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին հարություն։ Ահավասիկ հիմնական իմաստը արտաքսման գիրագին և բոլորս գսկանք այս Խորանին փակումով Աստուծո կողմէ հեռացումը ոչ թե իր ներկայությունեն զրկվիլ, այլ մաքրվիլ հրավիրվիլ։ Որովհետև բոլորս Աստուծո զավակներն ենք, բոլորս Աստուծո կողմէ սիրված ենք, և որովհետև Աստված Հայրն է բոլորիս, իր օգնությամբ, իր հրավերով, այս Կարաշտոկյա պայծողության հրավիրը, որ յուրաքանչյուրս որպես մարդ արարած, մաքրությամբ և սրբությամբ, թե պայծողությամբ, և թե աղոթքով, և թե բարեգործությամբ, մենք մեր անձերը մաքրենք։ Այս է սիրելի հավատացյալ պայծողության այս առաջին գիրագի հիմնական իմաստը, որովհետև անցնող գիրագի երկու բարեկենդան էր, մեզ կհրավիրեր ուրախությամբ, ջոկությամբ ապրիլ Աստուծո ներկայությունը, ինչպես Ադամ և Եվա, ամբողջությամբ կապրեին ուրախքի մեջ, ուրախությամբ կապրեին Աստուծո ներկայությամբ, սակայն երբ որ մեղանչեցին, արտաքսվեցան
Եվ այս առաջին կիրակին այդ արտաքսումն է, որ կանշե։ Եվ մենք որպես հավատացյալ ժողովուրդ, ըսկալով մեր սրտին և հոգին մաքրությունը, ըսկալով մեր կյանքին ճշմարտությունը, ըսկալով այն մեղքերը, որ մենք կգործենք, ըսկալով այն բաները, որ մեզ Աստծուց կհեռացնեն, այս 40-յակ այդ սրտությունը աբունց մասին է, որ մտածենք։ Եվ առաջիկա կիրակիներում յուրաքանչյուր կիրակի որոշ պատմությամբ, առակներով մեր եկեղեցու հայրերը կհրավիրեն մեզ ամեն կիրակի մտածել յուրաքանչյուր գերի մասին, թե մենք որպես Աստծո որդիներ, մենք որպես հավատացյալներ, ինչպես կգնանք մաքրվել, ինչպես կգնանք մեր կյանքը ճշմարտությամբ մաքրել։ Ահավասիկ սիրելի հավատացյալ, այսօրվան այս քրեցիկ խորհուրդով ոչ թե պատիժ է, այլ անիք է մեզ մի յուրաքանչյուրիս։ Աստված արտաքսեց Ադամ և Եվան ոչ թե բացապես պատժելով, այլ մարդուն հրավիրելով, որ իր ճշմարիտ հավատքը գտնե, ճշմարիտ մաքրությունը գտնե, ճշմարիտ անձը գտնե։ Եվ մենք յուրաքանչյուրս ատկդանք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին ջանքով, իր անձին ընդմեջել, իր մաքրության ընդմեջել, իր սիրով ընդմեջել, իր զորության ընդմեջել և վերջապես իր հարության ընդմեջել։ Հետևաբար այս բոները ոչ թե պարզապես ավանդություններ են, սովորություններ են մեր եկեղեցու կողմէ տրված, այլ մեր կյանքին յուրաքանչյուր օրվան և վայրկյանին իմաստ կտան։ Դոները պարզապես դոնելու համար չեն, այլ անոնց մեծ ասել հավելու։ Եվ մենք ուրախությամբ կդոնախմբենք յուրաքանչյուր մեզի դրված դոն, մեր սրտի և հոգի մեջ պետք է գտնենք անգեյեգած օգնությունը, անգեյեգած հասը, անգեյեգած պատկան։ Եվ հետևաբար, այսօր սիրելի հավատացյալ, մեր Տեր Հիսուս Քրիստոս իր չարչարանքներուց մեջեն մեզ օրհնեց և արիք տվավ, որ դարձյալ Աստծո ներկայություն ժառանգենք, Աստծո ներկայությունը վայելենք, Աստծո մոտ ուրախանանք։ Եկեք այս 40-յա բայցողությունը օգտագործենք մեր անձերը մաքրելով, մեր անձերը ճանչնալով, և այս երեքը, այս տանը, երեք հիմնական սյուներով կարելի ենել, ինչպես որ միշտ կգտնենք, առաջին բայեցողություն, երկրորդ աղոթք և երրորդ բարեփոխություն, ուրիշի մասին մտածել, ուրիշը օգնել։ Ահավասիկ այսօրվան պատգաման սիրելի հավատացյալ, թող որ ամենափարին Աստված, բոլորս օգնել, բոլորիս դա այն ուժը, այն համարձակությունը, այն համբերությունը, որպեսզի բոլորս որպես մեղանչող մարդիկ իրապես գտնենք մեր անձերը, մաքրենք մեր կյանքը և այդ մաքրությամբ Աստծո ներկայությունը գտնենք և իրեն հետ ուրախությամբ դիմավորենք հարության Տիրոջ հրաշափառ հարությունը այժմ և միշտ և հավիտյանից հավիտենից ամեն